Բարև ձեզ սիրելի հայ ժողովուրդ, բարև Հայաստան։ Այսօր երկար չեմ զբաղացնի ձեզ, բայց քանի որ խոստացել էի, որ շաբաթ օրը կլինեմ YouTube-յանի մալիքում, ուզում եմ ուղղակի իմ խոստումը պահել։ Ժողովուրդ ջան, ու ընդ որում մի քանի կարևոր բան եմ ասելու, այսինքն Առաջինը ուզում եմ անդրադառնալ երկու երևույթի, մեկը այն տղամարդուն, որին չգիտես ինչի հերոսացրեցին, որ ներշ թողեց վարչապետին Նիկոլ Փաշինյանին իր օբյեկտ։ Ժողովուրդ ջան, այդ որ օրից ենք սկսել հերոսացնել լկտիությունը, հերոսացնել լկտիներին։ Չեմ զարմանում, որ այդ դեպքը տեղի ունեցավ Արտաշատին, Արտաշատում բոլորովին չեմ զարմանում, որովհետև Արտաշատի ժողովուրդը միշտ էլ աչքի ընկել իր ցածր գիտությամբ, իր ցածր մակարդակով, փողասիրությամբ, ժլատությամբ և իհարկե ոչ բոլորին է վերաբերվում շատերին իրենց լկտի պահվածքով։ Ժողովուրդ ջան, ինձ թվում է ամեն մի շրջան Հայաստանում, ամեն մի ժողովուրդ ունի իր յուրահատկությունները։ Հիմա չեմ ուզում թվել, բայց բոլորս էլ գիտենք, բոլորս էլ լավ ծանոթ ենք յուրաքանչյուր շրջանի, յուրաքանչյուր քաղաքի բնույթը, ժողովրդի ավելի ճիշտ բնույթը։ Ես չեմ ուզում ասել, թե Արտաշատում չկան լավ մարդիկ, չկան պարկեշ մարդիկ, Քավլիցի կան ու շատ են, բայց կան նաև բազմաթիվ այսենց ցածր մակարդակի ու լկտի անձնավորություններ։ Ժողովուրդ ջան, նախ եկեք տրամաբանենք, վարչապետը առաջինը չի գնացել Արտաշատ, վարչապետը սկսեց ուրիշ մարզերից ու մարզկենտրոններից, բոլորն էլ տեսան, քանի որ եթեր էր տրվում վարչապետի ամեն քայլը, եթեր էր գնում, ցուցադրվում էր, բոլորն էլ տեսան, որ վարչապետը մտնում է պատահական օբյեկտներ, դա լինի խանութ, դա լինի թանգարան, դա լինի մանկապարտեզ, տարբեր օբյեկտներ էր մտնում, սրանք նախապատրաստվել էին, ու այս լկտի անձնավորությունը, այս սուսլիկը փաստորեն նախապատրաստված էր, ու ինչի համար արվեց այդ ամեն ինչը, որպեսի հետո սրանք հույս ունեին, որ վարչապետը այդ դեպքից հետո անմիջապես ստուգողներ կուղարկի այս սուսլիկի, այս լկտի անձնավորության օբյեկտ, որ վստահ եմ, որ աշխատում է բազմաթիվ, բազմահազար խախտումներով ու կստուգեն, իրանք էլ կգոռան, կճչան, ամբողջ լրատվականները, իրենց գրպանի լրատվականները կլծվեն այդ գործին, որ տեսեք, ով վարչապետին դեմ է գնում, ով վարչապետի նկատմամբ արտահայտում է իր վերաբերմունքը, խստագույնս պատժվում է այս երկրում, դե հիմա խոսեք դեմոկրատիայի մասին։ Մի խոսքով էլի նախաձեռնություն, էլի փորձ Հայաստանի ժողովրդավարությունը պախարակելու, պետականության տակ ռումբեր դնելու, իրենց այդ անմակարդակ պլենդուզից ցածր շարունակական փորձերից մեկն էր նաև սա։ Ժողովուրդ ջան, ուղղակի ես զարմանում եմ, երբեմն նայում եմ, իհարկե շատ դատապարտողներ էլ եղան, բայց կային նաև կոմենտներ, որ վերջապես մեկը տղամարդություն ցուցաբերեց։ Տղամարդություն ցուցաբերելու տեղը հաստատ չեք ցուցաբերի։
վստահ եմ, որ հենց այդ Սուսլիկ անձնավորությունը, որ դեմքի վրա գրած էր, ճակատին գրված էր ստրուկ, կամակատար ստրուկ, հենց այդ անձնավորությունը տղամարդություն չի ցուցաբերի, դա ուղղակի վճարված էր, դա ուղղակի կազմակերպված էր, ժողովուրդյան, եկեք ամեն ինչին տրամաբանորեն մոտենանք, էլի հապճեպ եզրակացություններ չանենք, ու իդեպ, եթե ինքը իրոք տղամարդ լիներ ու գրպանային շուն չլիներ, նա այդ տղամարդավարի ներս կհրավիրեր վարչապետին, էլի թող իր կարծիքը հայտներ, էլի թող ասեր, էլի թող արտահայտվեր, եթե տղամարդ էր, բայց այս դեպքում այդ քոսոտի արածը տղամարդություն չէր, այլ իրոք դա լկտիություն էր ու ցույց տվեց իր անդաստիրակ ու լկտի լինելը եւ միաժամանակ ստրուկ ու գրպանի շուն լինելը։ Նենց որ ժողովուրդ ջան, մի փնտրեք ընդեղ հերոս, որտեղ որ չկա, ու աշխատեք հիշել իսկական հերոսներին ու չհերոսացնել նման թափթփուկների ու չարժեքազրկել հերոս անունը ու տղամարդկությունը, որը շատ մեծ հասկացություն է ու բացարձակապես չի վերաբերվում այդ անձնավորությանը, դա ոչ տղա էր, ոչ էլ տղամարդ էր, դա ընդամենը մի փողով ծախված քացիկ էր, քաց, բացարձակ քաց, գրպանային քաց, գրպանի շունիկ։ Հիմա անցնեմ մեկ այլ անձնավորության, չգիտեմ, Գնել Սարգսյանը ցույց տվեց դրա ելույթը, Աննեիսա անունը, ինչ անունով է հանդես գալիս, որ նարկոտիկի անունով է հանդես գալիս այդ կինը, ու այդ ամբողջ ելույթից, գիտեք ժողովուրդ ջան, իմ մոտ մնաց մի նախադասություն, որ դա ասեց, իհարկե դա կինա, որը ծախվում է 12 տարեկանից, ասեմ ձեզ, իրեն վաճառքի է հանել դեռ 12 տարեկան հասակից ու բնականաբար էլի խոսում էր վճարի դիմաց, ոչ մի քաղաքական համոզմունք, ոչ մի բան, չշփոթվեք, նման բան չկար դրա խոսակցության մեջ, ընդհանրապես ասում էր այն, ինչ որ արդեն լսում ենք տարիներ շարունակ։ Ժողովուրդ ջան, այդ անձնավորությունը սենց մի բան ասեց, ասում եւս մեկ գրպանային շնիկ, որ ասում այդ օրերին նախկինների օրոք արևը պայծառ էր ծագում, ինչը ի նկատի ունի չգիտեմ, նաև նշեց մենք Ղարաբաղ ունեինք, ճիշտ է, ունեինք, բայց այդ Ղարաբաղը կախված էր օդում ու Ալիևը շատ մեծ հաջողությամբ այդ պարանները կտրեց ու բուռը պահեց, որ Ղարաբաղը ընկնի իր բուռը։ Ժողովուրդ ջան, ով չի հասկանում, որ եւ Թուրքի Խոխան եւ նարտաման Սերժիկը շատ լավ գիտեին, հոյակապ գիտեին, որ Ալիևը պատրաստվում է պատերազմի, որովհետև երկուսն էլ ունեն սերտ կապեր Ալիևյան կլանի հետ, Ալիևի հետ անձամբ ու շատ լավ գիտեին ու հասկանում էին, որ Ալիևը պատրաստվում է պատերազմի, գիտեին նաև ինչ քանակի զենք է գնել Ռուսաստանից Ալիևը,
Գիտեին նաև, որ իր թիկունքում ունի Թուրքիա, որի հետ հաստատել է շատ մտերիմ հարաբերություններ և Իսրայել, որը պատրաստ է օգնելու նրան։ Գիտեին նաև, որ Ալիևի կողմից կռվելու են վարձկաններ, դա էլ գիտեին, ամեն ինչ իրանց համար պարզից էլ պարզ էր։ Նրանք գիտեին, որ գալու է այդ օրը։ Շատերը հիմա հարց կտակ, եթե չլիներ հեղափոխությունը, ինչ էին անելու սրանք։ Ասեմ, անելու էին այն, ինչ որ արեցին, հետո այս վերջերս լուծարելու էի այդ ֆեյք հանրապետությունը, որ ստեղծել էին իրանց թալանի համար ու օգտագործելու Ղարաբաղի ուժերը իրանց իշխանությունը պահելու համար ու նույն ձևով լուծարելու էին ու հանձնելու էին Ալիևին, տեղը հանելով ու Հայաստան բերելով Ղարաբաղի ժողովուրդ ջան։ Էդ էին անելու, ինչ որ արեցին։ Բայց քանի որ հեղափոխությունը տեղի ունեցավ, Սերժիկը միշտ քանի որ պայքարելա, որ իր վրա չդրվի դավաճանի պիտակ, այլ մեկ ուրիշի վրա դրվի, իրականում իրենք էին դավաճանը, բայց մեկին կպցնեին այդ պիտակը։ Նրանք անմիջապես կողմնորոշվեցին, որ կարելի է հիմա զիջել իշխանությունը, այդ ով որ գա իշխանության նրա գրպանը գցել այս ամեն ինչը ու հետո հետ խլել իշխանությունը։ Այ թե ինչ կատարվեց, ժողովուրդ ջան։ Բայց եթե այս հեղափոխությունը չլիներ, ես ասում եմ, լինելու էր այն, ինչ որ եղավ հետո, պլյուս դրան տալու էին Սյունիքը, որովհետև և Ղարաբաղի համար, և Սյունիքի համար վճարված էր Թուրքի խոխան 2003 թվականին Հեյդար Ալիևից մեծ գումար է ստացել այդ երկու հողերի համար, սենց ասենք, և Ղարաբաղի և Սյունիքի համար, այսինքն Մեղրի Սյունիք այդ ճանապարհը Ադրբեջանին տալու համար, այդ տարածքը ավելի ճիշտ, Ադրբեջանին տալու համար, հանձնելու համար մեծ գումար է ստացել Թուրքի խոխան, այսինքն Թալատ Քոչարովը, ԲՀԲ-ն միաժամանակ, տեսեք մարդը 3 կետով է հիշվում, ԲՀԲ, այսինքն Բոսասմիկի բիչ, Թալատ Քոչարով, այսինքն կես թուրք, կես ռուս, և իր նկատի ունենալով իր Թուրքի ծագումը, որ Թուրքի տղա է, Թուրքի, ոնց որ իրան հիշել են, հիշատակել են Ղարաբաղում Թուրքի խոխան։ Իր նկատի ունենալով այն հանգամանքը, որ Թուրքի տղա է, հայրը թուրք է, այսինքն ադրբեջանցի։ Ես իհարկե չեմ նույնականացնում դրանց, բայց այդքան մեծ տարբերություն էլ չկա, թուրքը թուրք է։ Մի խոսքով ժողովուրդ ջան, այս ամեն ինչը իրանք սենց էր, որ երբեք այ դուրս ընգած, չգիտեմ ափսոս անուն Անայիսը որպես հայտնի ժողովրդի մեջ, եթե չեմ սխալվում, Անայիս երիտասարդ կինը, Գնել Սարգսյանի հաղորդումը վերջին եթերը որ նայեց, ցույց է տալիս հեռախոսով դրա պատկերը և ելույթը։ Ու մի բան էլ ասեց, որին նույնպես ուզում եմ անդրադառնալ, տպավորվել է իմ մեջ։ Բոլորս երջանիկ էինք Հայաստանում ու արևը պայծառ էր ծագում Հայաստանում։ Այտականք, եթե այդքան երջանիկ էինք, ինչի այդ թվով մարդիկ լքեցին Հայաստանը։
Հիմա հենց հատուկ այդ տականքի համար, այդ ծախու պորնոսինուսի համար պիտի ասեմ, պատմեմ ավելի ճիշտ մի դեպք։ Ժողովուրդ ջան, 2007 կամ 8 թվերն էր, հիմա լավ չեմ հիշում։ Իմ ծանոթներից մեկը Հայաստանից, տուրիստական բյուրոյի ղեկավար, զանգեց ինձ, ասեց, մարդ եմ ուղարկում, ասեց, 15 տարեկան դեռահաս աղջիկա կարաս ընդունես ու ճանապարհես Ստրասբուրգ։ Ասի կանեմ։ Ու գնացի դիմավորեցի այդ աղջկան, սիրունիկ աղջիկ էր, Անի էր անունը։ Բերեցի իմ տուն, մի քանի ժամ մնաց ընդամենը իմ տանը ու նրանից հետո ճանապարհեցի Ստրասբուրգ, ընդեղից գնալու էր Իսպանիա ծնողների մոտ։ Իրան Ստրասբուրգում դիմավորելու էր իր մոր եղբայրը։ Մի խոսքով ժողովուրդ ջան, այս աղջիկը ընդամենը մի քանի ժամ մնաց իմ տանը, բայց այս երեխան չգիտեմ ինչի, նենց կապվեց իմ հետ, վստահեց ու բացվեց, լաց եղավ, ասեց, ախր ես չէի ուզում գայ, ախր ես ուզում էի մնայի Հայաստանում, ախր ես ընդեղ ընկերներ ունեմ, ընկերուհիներ ունեմ, լավ մարդկանցով եմ շրջապատված, ես լավ էի զգում ինձ Հայաստանում, բայց ծնողները ստիպել էին։ Իհարկե ծնողներին էլ չեմ մեղադրում, ամեն մի ծնող էլ ուզում է, որ իր երեխան իր կողքին լինի, իր աչքի առաջ լինի, մանավանդ Անի բավականին սիրունատես աղջիկ էր ու բավականին հետաքրքիր ու բնականաբար ծնողները անհանգիստ էին, որ իրանց աչքի առաջի չեմ մեղադրում, բայց այդ երեխան ոնց լաց եղավ, ոնց էր մղկտում չեք պատկերացնի ժողովուրդ, 15 տարուց ավել է անցել, համարյա 18 տարի տենց, բայց ես չեմ մոռացել այդ երեխու լացը ու այդ երեխու բողոքը, որ ինքը ուզեցել է մնալ Հայաստանում, բայց քանի որ ծնողները արտագաղթել են ու ոչ լավ կյանքից ստիպված էլ ինքն էլ լքել Հայաստանը այդ տարիքում, երբ որ ամենալավ տարիքն է, երբ որ դու իրոք վայելում ես այդ տարիքում քո երկիրը, ժողովուրդ ջան, ու ինչքան եղան այտենց դեպքեր։ Ես չեմ կարողանում մոռանալ նաև իմ եղբոր երեխաների արտագաղթը։ Հիմա իրանք ապրում են Շվեդիայում, իդեպ մեծ աղջիկը բավականին պատասխանատու պաշտոն է զբաղեցնում քաղաքապետարանում, նու կարող էր այդ երեխան, տաղանդավոր աղջիկ, շատ խելացի, կարող էր Հայաստանում չմեծանալ ու ծառայել իր ժողովրդին։ Ժողովուրդ ջան, այս երեխեքը գնում էին, ես ճանապարհում էի, իհարկե ուժով, ուղղակի ուժով փոխեցին ինձանից այդ երեխեքին։ Գնում էին կանգնում հետ նայում, գնում էին կանգնում հետ նայում, աչքները հետ էր։ Դրա համար էլ հիմա մեծ քույրը եղբայրս իհարկե շատ երիտասարդ տարիքում մահացավ, այդ ժամանակ իրանք արդեն ծնողազուրկ երեխաներ էին, միակողմանի, մոր հետ գնացին արտասահման։ Ժողովուրդ ջան, ինչի համար գնացին, ասեմ ձեզ, որովհետև 8 տարեկան դարձավ մեծ աղջիկը, նպաստ էր ստանում, որպես միակողմանի ծնող ունեցող երեխա, ընդամենը 2000 դրամ, Չակլախ Քոչարովը կտրեց այդ 2000 դրամը, շատ համարեց, այդ էլ պիտի գնար Չոլախ Բելա Քոչարովնայի համապատասխան տեղը։ Ու այդ երեխեն իրոք շատ խելացի երեխա, տաղանդավոր երեխա, այս երեխեն դասից գալիս էր, կանգնում էր մոր տեղը, փողոցում, մայրը աշխատում էր
սեղանի կերդրել, որ պահի այս երեխեքի գոյությունը, հաց տա այս երեխեքին, ու գալիս էր փոխարինում էր մորը, որ մերը գնա Ֆիրդուսի փողոց ապրանքի հետևից, ժամանակ չէր ունենում իր դասերը անելու։ Այդ կանքից ենք գնացել, այդ պորնիկ, այդ կանքից են գնացել, այդ երեխեքը աչքները հետ, տականք, այ վաճառվող պորնիկ, $100 պորնիկ, քո նման վաճառվողները ոչ մի տեղ էլ չգնացին, որովհետև իրանց արյան մեջ էր այդ վաճառվելը, վաճառվեցին, վաճառվում են մինչև հիմա, քո վրա արևը լավ էր ծագում, որովհետև վաճառելու բան ունեիր, իսկ հələ հարցրեք, մյուսների վրա արևը լավ էր ծագում, հա, հայրենիքը կանչում է, մեծ եղբորս մեծ աղջիկս վերջերս հող ձեռք բերեց Հայաստանում գյուղում, մյուսներ պատրաստվում է տուն ձեռք բերել, չնայած բողոքելու բան չունեն, բայց հայրենիքը կանչում է, ժողովուրդ, հասկացեք, կանչում է, շատերն են գալու, շատերից եմ լսել, որ պատրաստվում են վերադառնալ Հայաստան, շատ շատերից եմ լսել, որ հող են ուզում ձեռք բերել, տուն են ուզում ձեռք բերել ու վերադառնալ Հայաստան, իսկ դա սկսվել է ժողովուրդ ջան հեղափոխությունից հետո, ու շատերն են գալու, հավատացեք ինձ, շատերն են գալու, ու նման վաճառվածները թող չփորձեն այս ժողովրդին համոզել, թե արևը մինչև այդ պայծառ է ծագել Հայաստանի վրա, այդ հիմա է արևը պայծառ ծագում Հայաստանի վրա, որովհետև բոլորս էլ արդեն հավատում ենք, որ հաստատվել է խաղաղություն, չնայած տարածաշրջանը եռում է, ժողովուրդ ջան, քանի որ խոսեցի տարածաշրջանից, մի քիչ էլ անդրադառնամ այդ թեմային, ինչքան էլ ուզում է ինչ-որ լկտիներ տեղադրեն, տարբեր մարզերում, ինչ-որ բաներ կազմակերպեն, միևնույն է, բոլորս էլ տեսնում ենք, որ քաղաքացիական պայմանագրի վարկանիշը ամենաբարձրն է ու վարչապետի վարկանիշը ամենաբարձրն է, դա հաստատվել է նաև այս վերջին հարցումներով, որը չգիտեմ ճիշտ ասած, որ կազմակերպություն է, բայց արտասահմանյան կազմակերպություն է արել ու Գյորգի Թոմասյանը հատ շատ հանգամանորեն մանրամասներով ներկայացրեց մեզ բոլորիս հարցման արդյունքները, բայց մի ցավալի բան, 10%-ը նախընտրում են ընտրել արհեստական բանականությանը, այսինքն, որի անունն է Սամվել Կարապետյան, ժողովուրդ, հոգնեցինք ձեզ բացատրելուց, յուրաքանչյուր ձայն, որ դուք տալիս եք ուժեղ Հայաստանին, տալիս եք Թուրքիի խոխային, այս մարդիկ հանձնարարականով Մոսկվայից եկել են, նրանց պետք չի ոչ վարչապետ դառնան, ոչ չգիտեմ ով դառնան, դուք նպաստում եք դրանով, որ նորից Թուրքի խոխան իր ներկայությունը ունենա խորհրդարանում, դուք հասկանում եք ինչ եք անում, հո դուք մազոխիստներ չեք, հետո էլ բողոքում եք, որ խորհրդարանի նման դարձրեք, ձեզ ձեռքերում է, փոխանակ 0-ի վրա թողնեք դրանց բոլորին, են կուսակցությունները, ովքեր արժանի են, ովքեր իրանց արդարացնում են, նրանց ընտրեք, Սամվել Կարապետյանն են ընտրում մարդիկ, Սամվել Կարապետյան չկա, ժողովուրդ կա արհեստական ինտելեկտ,
Կա ստախոս դարունով տառապող մի մանկիկ Նարեկ Կարապետյան անուն ազգանունով, Ռուսաստանից ներմուծված, ռուսական պրոյեկտ է իրականացնող, իսկ Ռուսաստանի սրտի թեկնածուն դա թուրքի խոխան է, ինչքան ձեզ բացատրենք, մի հույսեր դրեք, թե էս խոստում, էս կար, ինչով, Սամվել Կարապետյանը սնանկա, Սամվել Կարապետյանին ընդեղ թալանում են, էս շիտեղ դրեցին, ականջից բռնեցին, ուղարկեցին Հայաստան, այսինքն ստիպեցին կամպրամատները, որը տվել էր նրանց թուրքի խոխան իր ադրբեջանցի գործընկերների միջոցով տրամադրել էր FSB-ին, դրեցին Սամվել Կարապետյանի առաջ ու ստիպեցին, որ գա Հայաստան, նա իր կամքով չի եկել, ժողովուրդ, հասկացեք, եկել է մի նպատակով ձայներ հավաքելու, փոխանցելու թուրքի խոխային, որտեղ թուրքի խոխան շատ լավ գիտի, որ ժողովուրդը Իրանից զզվում է, ժողովուրդ, ձեր ճակատագիրը, ձեր երեխաների ճակատագիրը մի վաճառեք, ձեզ դաս չեղավ, այդ տարիների այդ տառապանքը, իհարկե եղան մարդիկ, որ օգտվեցին այդ վիճակից, որ ով ինչ ուզում անում է, բայց հետևանքները հո լավ տեսակ, հետևանքները տեսակ, չէ, բա հիմա ինչի եք ուզում վերադառնալ նույն ճահճի մեջ խրվել, ես անգամ էլ դուրս բերող չի լինելու ձեզ, Ամերիկայի նման հզոր երկիր է կանգնել մեր կողքին ու փորձում է դուրս բերել միջազգային ասպարեզ Հայաստանին, ես որ եկել էի Ավստրիա, ես երեք լսում էի, որ այսինց խոսակցություն գնաց եթերներում, յութուբում, ներողություն յութուբում, որ հայերին չի ճանաչել աշխարհը, ես կողմ եմ դրան, գիտեք ինչի, ես անձամբ եմ դա զգացել ու հասկացել, երբ որ ես եկել էի Ավստրիա, ինձ իհարկե երախոտ ուղարկեցին մի տեղ, որտեղ որ ընդամենը մի փողոց էր, հյուրանոցներ են, այդ հյուրանոցում աշխատում էին այդ Յուգոսլավիայից, նախկին Յուգոսլավիայից եկածներ, մենք դրանց հուգոներ ենք ասում, ու ինձ սենց շատ վստահ իհարկե, ավստրիացիներն էլի դեպ, որ ընտանիքի հետ, որ ես շփվում էի, ասում էին, ձեր լեզուն ռուսերենն է, չէ, դուք ռուս եք, ասում էի ժողովուրդ, մենք հայեր ենք, մենք հին ազգ ենք, մենք ունենք մեր լեզուն, մեր գրականությունը դեռ 3-րդ դարից, դրանից առաջել ենք ունեցել սեպագիր, բայց հիմնականը, որ մինչև հիմա գալիս է մեր այբուբենը, դա մենք ունենք 3-րդ դարից, ժողովուրդ, հասկացեք, առաջին քրիստոնյաներն ենք, որ պետական ընդունել են քրիստոնեությունը որպես պետական լեզու, գիտեք ինչքան գործ եմ արել այդ ուղղությամբ, ժողովուրդ ջան, ու զարմանում էի, լավ ինչի են սրանք մտածում, որ մենք ռուսներ ենք, որ մեր լեզուն ռուսերենն է, ասում էի, հա մենք գիտենք ռուսերեն, որովհետև ապրել ենք Սովետ միության կազմի մեջ, մեզ ստիպել են սովորել ձեռնափայտով, բայց դա չի նշանակում, որ մեր լեզուն ռուսերենն է, այդքան մեզ պահել էին աշխարից, թաքցրել, կոպիտ ասած, բայց ճիշտը դրանում է, մեզ թաքցրել էին աշխարից, ժողովուրդ ջան, ու հիմա ես
լսում եմ նաև YouTube-ում սենց կարծիքներ, որ Հայաստանը վտանգի մեջ է, վտանգված է եւ այլն։ Գիտեք ինչ, Հայաստանը վտանգի մեջ չի, որովհետև Հայաստանը գտնվում է չեզոք վիճակում։ Հայաստանը ցույց տվեց մեր կառավարությունը, մեր արտաքին գործերի նախարարությունը, որ մենք դեմ ենք, ամեն դեպքում դեմ ենք պատերազմների։ Ցավակցում ենք բոլոր զոհերի համար։ Բայց մենք չենք կարող ոչ Իրանին դավաճանել, որովհետև մեր դարավոր բարեկամն է ու ոչ էլ Ամերիկային, որ այսօրվա օրը օգնում է մեզ կանգնել է մեր կողքին։ Դրա համար մեր համար ամենացանկալին է, որ օր առաջ, ժամ առաջ լուծվի այդ հարցերը ու դադարի պատերազմը, ժողովուրդ ջան։ Այդ է մեր դիրքավորվելը, այդ է մեր դիրքը։ Հա, իդեպ էդ էլ արեցին հոլոլա բոլոլա, վարչապետը այդ օրերին, որ Իրանը ռմբակոծում էին, վարչապետը պերաշկի էր ուտում։ Վարչապետը պերաշկի էր ուտում, որովհետև վստահ էր, որ ինստիտուտները գործում են։ Դրա համար էլ հանգիստ խղճով պերաշկի էր ուտում, անուշելնի, պարոն վարչապետ ջան։ Ձեր կերած պերաշկին, Ալեն Սիմոնյան ջան, ձեզ էլ հալալ լինի, անուշ լինի, ես էլ կուտեի մեծ հաճույքով Հայաստանում պերաշկի, բայց պերաշկի էր ուտում, հոձեր նման մարդ չեր ուտում, մարդի արյուն չեր խմում, մարդու արյուն չեր խմում, մարդու կյանք չեր խլում։ Պատերազմը պատերազմ էր, որ իրանք բերեցին մեր գլխին, ժողովուրդը թող սրա նրա վրա չգցեն։ Իրանք շատ լավ գիտեին, որ իրանք ձախողել են բոլոր բանակցությունները, Սերժ Սարգսյանը իր բերանով ազգային ժողովում ասեց, բանակցությունները մտել են փակուղի, դա նշանակում է ժողովուրդ ջան, պատերազմ։ Ու էդ էլ եղավ։ Իսկ ինչ վերաբերվում է, որ վարչապետը կարող էր խուսափել, վարչապետը մենակ չկայացրեց մարտը ընդունելու որոշումը, եթե լավ եք հիշում։ Վարչապետը միանձնյա չի կայացրել մարտը ընդունելու որոշումը։ Այդ մեկ։ Երկրորդը, համոզված եմ, դուք էլ վստահ եղեք, որ եթե այդ 44 օրը մեր տղաները չկանգնեին ու չպայքարեին, մենք ոչ թե մենակ Արցախը կկորցնեինք, այսինքն Ղարաբաղը, մենք կորցնեինք նաև Հայաստանը։ Սյունիքը մենակ կորցնելը դա չարիքի փոքրագույնն էր։ Մենք կկորցնեինք մեր ինքնությունը, մեր պետականությունը, Հայաստանը, ժողովուրդ, հասկացեք, պլանավորված էր դա, պլանը կազմել էին Թուրքիայում, որին մասնակցել էր այն Շոյգուն, որ հիմա հայտնվել է Շան կարգավիճակում։ Չգիտեմ ինչքանով է ճիշտ, բայց ուկրաինական ԶԼՄ-ները, լրատվականները ասեցին, որ ձերբակալել են այդ Շանը, քանի որ ձերբակալել էին դրանից առաջ իր տեղակալներին, հերթով ձերբակալում էին։ Ասում են, որ հերթը Իրան էլ է հասել, ճիշտն ասած չգիտեմ, հաստատ չեմ կարող ասել, բայց երեկվանից ուկրաինական լրատվականները հայտնում են այդ մասին, որ Շոյգուն ձերբակալված է։ Պարզա հերթը Իրան էլ էր հասնելու։ Հիմա ժողովուրդ մի քանի բան էլ ասեմ այդ Ռուսաստանի դիրքավորման մասին ու վերջացնեմ այսօր։ Ժողովուրդ ջան, Ռուսաստանը դեռ սպասում է, թե ինչքան կդիմանա Իրանը։
Ռուսաստանը շատ լավ գիտի, որ Իրանի ձեռքում է գտնվում Պանամայի նեղուցը։ Ու այդ նեղուցը ավելի շատ պետք է Ռուսաստանին։ Ռուսաստանին բոլորովին ձեռնատու չի, որ այս իշխանությունը տապալվի Իրանում ու գա այն իշխանությունը, որը կհամագործակցի Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Դա ձեռնատու չի։ Մի կողմում էլ Ռուսաստանը սպասում է հարմար պահի, ժողովուրդ ջան, լավ հիշեք, հարմար պահի։ Ու սպասում է նաև, թե ինչ կորոշի Սինձենպինը, քանի որ Ռուսաստանում ոչինչ չի որոշվում է Չինաստանում, Պեկինում, թե ինչ կորոշվի։ Կա մի տարբերակ, որի մասին ես 2 տարի առաջ եմ ասել, որ հնարավոր է պատերազմ բռնկվի, որում մի կողմում կլինեն Ադրբեջան, Թուրքիա, Իսրայել, զարմանալիորեն Իսրայել, իսկ դե զարմանալու բան էլ չկա, որովհետև Իսրայելը ամեն դեպքում Իսրայելը շահագրգռված է Իրանի պարտության մեջ։ Մյուս կողմում կլինեն Իրան, Ռուսաստան, Պեկին։ Պեկինը զորք չի մտցնի, չի կռվի, բայց կհովանավորի։ Իսկ Ռուսաստանը կարող է անմիջական մասնակցություն ունենալ։ Նույնն էլ Իրանը արդեն պատերազմի մեջ է։ Ժողովուրդ ջան, դուք պատկերացնում եք այդ սիտուացիայում Հայաստանի վիճակը։ Մանավանդ հիմա, երբ որ մեր երկրում դեռ մաքրված չի 5-րդ շարասյունը, մանավանդ որ դեռ մեր երկրում կան ռուսական գործակալներ։ Ես արդեն մի տարուց ավել է, 2 տարի չկա, մի տարուց ավել է ընթացք ուշացնում են, տեսեք չկրկնվի 15 թիվը։ Ժողովուրդ ջան, ամեն սիտուացիայում Հայաստանը պիտի լինի չեզոք, չհամոզեն հանգարց, Ռուսը Ղարաբաղը հետ կբերի կտա ձեզ, Արևմտյան Հայաստանը հետ կբերի կտա ձեզ, ոչ մի բան էլ Ռուսը չի տա ձեզ, եթե վերցնի էլ կմցնի իր կազմի մեջ։ Պարզա։ Ոչ մի դեպքում ժողովուրդ չհավատակ, որովհետև 15 թվին կատարվեց նույն բանը։ Ժողովրդին խաբեցին, ընդ որում խաբողները շունդաշնակներն են, հիմա էլ շունդաշնակները կփորձեն խաբել նույն ձևով, որ մտնում ենք պատերազմի մեջ Ռուսաստանի կողմից, հետ ենք բերում մեր հողերը, մեր ջրերը, մեր արևը, մեր Մասիսը, մեր չգիտեմ ինչը։ Չեք բերի, ընդամենը ոտատակ կգնաք, ընդամենը կկոտորվեք, ընդամենը կօգտագործվեք որպես թնդանոթի միս։ Եղացնել կկորցնեք։ Ժողովուրդ, մի գետը, նույն գետը 2 անգամ չեն մտնի, այն գետը, որտեղ հազիվ փրկվել եք խեղդվելուց, 2-րդ անգամ մի մտեք։ Հասկացեք, որ պատմությունը կրկնվելու հատկություն ունի։ Ես հիմա ձեզ չեմ կարող ասել, թե հենց վաղը մյուս օրը կսկսվի այդ պատերազմը, որի մասին ես մի տարի առաջ եմ զգուշացրել, որ կարող է պատահել, կա նման տարբերակ, ժողովուրդ ջան, բայց էլի եմ ասում, կա նման տարբերակ, ու
Հայաստանը պիտի շատ զգուշ լինի, հայ ժողովուրդը պիտի շատ զգուշ լինի, 15 թիվը չի, 21-րդ դարում ենք, ինվորմացիայի դարում ենք, ժողովուրդ, ուշքի եկեք, ուշքները տեղը պահեք, ամենահարմար դիրքը Հայաստանի չեզոք դիրքն է, չեզոքություն, մինչև տեսնենք ոնց են լուծվում այս բոլոր հարցերը, տա Աստված, որ իմ ասածը չլինի, որ Ամերիկան, չգիտեմ, իր այդ SVO են ասում, ամերիկյան SVO, չգիտեմ, ինչ իր նպատակներին հասնի ու այս ամեն ինչը դադարի, բայց Իրանը տեսնում եք, որ չի հանձնվում, ուրեմն Իրանի բզբզողներ կան, դեռևս հույս տվողներ կան, դուք մի նայեք, որ Պուտինը սենց դուրս է գալիս տենց բաներ է ասում, Պեկինը ընդհանրապես լռում է, դրան մի նայեք, դա ծածկույթն է, տակից ուրիշ բան է բլբլթում, ժողովուրդ ջան, են հրաբուխը ոնց է, որ տակից բլբլթում է, մեկը տեսա ժայթքեց, մի նայեք ինչ են ասում, դուք նայեք գործողություններին, իմիջայլոց ասեմ, Ադրբեջանել են գող կատուների նման մարաղ է մտել, են էլ է մարաղ մտած, որ տեսնի ոնց է ընթանում այս ամեն, ինչը ինքնել Իրանը թրծնի, ինձ որ ժողովուրդ ջան, ստեղ միակ երկիրը, որ չկա այդ գործում, այդ մենք ենք, ու ամբողջ աշխարհն էլ դրանում համոզված է, տեսնում են բոլորն էլ, հասկանում են, որ մենք չկանք այդ կռվում, իսկ մնացածը բոլորը շահեր ունեն, տեսեք, սպասենք երևի մի 2 շաբաթ, իդեպ շատերի մոտ կարծիք կա, որ Ռուսաստանը կարող է դադարեցնի Ուկրաինայի հետ պատերազմը, հաշտություն, ես այդ կարծիքին չեմ, ժողովուրդ ջան, Ռուսաստանի ճակատագիրը, Ռուսաստանի որոշումները բոլորը կայացվում է Պեկինում, նենց որ նայած թե ինչ կորոշի Սի Ձենպինը, ժողովուրդ ջան, բայց ես հույս չունեմ, որ կդադարեցնի, նրանք Եվրոպայի պոչից բռնել են ու չեն ուզում բաց թողեն, կարող է մեկ ուրիշ ուղղությամբ էլ գնան, չի բացառվում, բայց Ուկրաինայի հետ պայմանագիր կնքելը հաշտություն չեմ կարծում, որովհետև ես ուշով հետևում եմ Սալավյովի շոուներին ու հասկանում եմ, թե ինչ մտադրություններ ունեն, կդադարեցնեն միայն մի դեպքում, եթե կարողանան կապիտուլյացիայի ենթարկել Ուկրաինային, այդ դեպքում կդադարի, բայց Ուկրաինան էլ իր կողմիցա չէ պայքարում, Եվրոպան օգնում է իր կողմից, որ չհասնեն իրան, այնց որ ես անձամբ հույս չունեմ, որ պայմանագիր կկնքեն հաշտության, էլի եմ ասում, տարածաշրջանը եռում է, տարբեր տեղեր, տարբեր օջախներ են բռնկվում, ժողովուրդ ջան, եկեք գնահատենք մեր արտաքին գործերի նախարարության ու մեր ներկայիս կառավարության արածը, որ թու սատանիական ջխուլ Հայաստանում խաղաղություն է, ժողովուրդ ջան, իհարկե այս պահին ինչ-որ բանի հույս ունենալ, ինչ-որ ճիշտ չի այս պահին, բայց որ դուք պատկերացնում եք այս պահին կոնֆլիկտ լիներ, նախկին կոնֆլիկտը լիներ,
Հայաստանի ու Ադրբեջանի մեջ։ Շատերի մեջ կա այն կարծիքը, որ այս առիթից կարող է օգտվի Ադրբեջանը Սյունիքի հաշվով։ Հիմա գիտեք ինչ պիտի ասեմ, Ալիևի հոգին դարբինը չի սարքել ժողովուրդ ջան, ստեղ կա Ամերիկա, որ մտել է արդեն տարածաշրջան ու ունի իր շահերը։ Ալիևը ով է, որ այդ շահերը ոտնահարի։ Մի խոսքով այսօր այսքանը ժողովուրդ ջան, համբերենք մինչև մյուս շաբաթ օրը տեսնենք ինչ է կատարվում։ Եթե պետք լինի, անհրաժեշտություն լինի, ես կլինեմ Facebook-ում ու շաբաթ օրը նորից իմ YouTube-յան ալիքում։ Այսօր այսքանը ժողովուրդ ջան, եկեք սրանով վերջացնեմ։ Բոլորիդ ցանկանում եմ առողջություն, ժողովուրդ ջան։ Բոլորիդ ցանկանում եմ համբերություն, լավ ատեսեղեք, ված բան մի մտածեք, մի վախեցեք։ Հայաստանը պաշտպանված է վերևից, տիեզերքից։ Ու ոչ թե ես սրանով ձեզ ինչ-որ ձեր զգոնությունն եմ ուզում բթացնել կամ պետության կամ ինչ-որ մեկի, չէ ժողովուրդ ջան, պարզապես Հայաստանը ներկա պահին էլի եմ ասում թու սատանյական ջխուր լավ դիրքերում է ու լավ վիճակում ժողովուրդ ջան, ամենակարևորը մի քիչ էլ պակաս թող լինի, մի քիչ էլ հասարակ ոչնչացու բաներ թող լինի, ամենալավ, ամենաառողջ, ամենալավ ուտելիքը Հայաստանի, որ ես միշտ սիրել եմ ու ստեղել, շարունակեմ սիրել հայկական լավաշ, պանիր, կանաչի, ինչ-որ հետը էլի ուրիշ բաներ, ժողովուրդ ջան, այնց որ այդքան շատ տեղ մի տվեք դրան, ամենակարևորը խաղաղությունն է, ձեր երեխաների ապահովությունն է ու մեր ջահելների կյանքը։ Երկու խոսք էլ ուզում եմ ասել մեր երիտասարդներին։ Այդ հարցումով պարզվել է, որ շատ պասիվ են։ Երեխեք ջան, ձեր ապագան է։ Այս մեր սերունդը արդեն ոչ գտնելու բան ունի, ոչ կորցնելու։ Ձերն է, դեր կանգնեք։ Տենց մի կողմի քաշվեք, ասեք, ինձ չի հետաքրքրում, բա ինչն է հետաքրքրում։ Ախր Հայաստանը ձեր հայրենիքն է։ Ոչ մի տեղ դուք չեք գտնելու Հայաստան։ Թող ձեզ չխաբեն։ Ոչ մի Եվրոպայում, ոչ մի Ամերիկայում, ոչ մի Ավստրալիայում, ոչ մի տեղ ձեզ անհամբեր չեն սպասում ժողովուրդ ջան։ Ջահելներ ջան, մասնակցեք ընտրություններին, խելացի ձևով, տրամաբանված, ու ձեր ծնողների, ձեր մեծերի պարտականությունները ձեզ մի քիչ ավելի հեռուն ցույց տան, որ դուք լավ տեսնեք, թե ուր եք քայլում, ոնց եք քայլում, ինչ վտանգներ կան, ինչ պլյուսներ կան, ինչ մինուսներ կան, ու կողմնորոշվեք, բայց անտարբեր մի եղեք, չի կարելի, լավ բան չի։ Այսքանը ժողովուրդ ջան, կհանդիպենք բարին ձեզ